Ամերիկացիների 72%-ի կարծիքով երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կինն ու ամուսինն ունեն աշխատանք եւ հավասարապես հոգ են տանում երեխաների եւ տան համար։ Ամերիկացիների միայն 22%-ն է համարում, որ տղամարդը պետք է հաց վաստակի, իսկ կինը լինի տնային տնտեսուհի։ Վազգենը Հայաստանի բնակչության 76%-ի նման մտածում է, որ ընտանիքում որոշում կայացնողը պետք է տղամարդը լինի։ Ճիշտ այսպես է մտածում տղամարդկանց եւ կանանց մեծ մասը։ Հայաստանում տղամարդկանց եւ կանանց կարծիքները զգալիորեն տարբեր են, երբ խոսում են այն մասին, թե այսօր իրականում ով է հաց վաստակողը։ Մեր բնակիչների 66%-ը կարծում է, որ հաց վաստակողը տղամարդն է, երբ տղամարդկանց 72%-ը համարում է, որ իրենք են ընտանիքում հաց վաստակողը։ Կանանց 40%-ն այդպես չի մտածում, համարելով, որ կամ կանայք են հաց վաստակողը, կամ հավասար են վաստակում։ Ըստ հետազոտությունների, այն ընտանիքներում, որտեղ կանայք եւս աշխատում են, տղամարդկանց եկամուտներն ավելի ցածր են, քանի որ նրանք ժամանակ են հատկացնում ընտանիքին եւ երեխաներին։ Սակայն ընդհանուր առմամբ այդ ընտանիքներն ավելի հարուստ են, քան ավանդական ընտանիքները։ Հայաստանի բնակչության 85%-ը մտածում է, որ ընտանիքում տղամարդը պետք է լինի հաց վաստակողը։ Այս հարցում տղամարդկանց եւ կանանց կարծիքները համընկնում են։ Մենք ավելիին ենք արժանի։